Առաջին հերթին կարևորը հոգևոր կապն է մարդու մեջ, կարևորը որ արդարադատությունը հաղթանակի։ Ես այն մարդկանցից չեմ ասում, ես վստահ եմ, ես հավատում եմ, ես քո կողքին եմ, կողքին լինելը հոգևոր կապ է ավելի շատ։ Գործը գտնվում է Երևան քաղաքի քննչական վարչություն ՃՏՊ քննչական բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի վարույթում, հետևաբար քրեական դատավարության ըստ նորմի համապատասխան դատավարությունը պետք է լինի կենտրոնի դատա։ Իսկ այս դատավորը իրավասու չէ այդ գործը քննելու, իսկ մինչև գործը տեղափոխեն ժամկետը լրանում է, հետևաբար պետք է Վահան Պետրոսյանին, եթե դատավարության ըստ մի քիչ պահպանեն, պետք է ազատ արձակեն։ Երկով ավտովթարների գործերով 99% բոլորի նկատմամբ գործը կալան։ Ուրեմն երեք Վարդան Պետրոսյանին չառաջացնում։ Եկեք ծափ տա։ Եկեք ծափ տա։ Ոչ աշխատանքային օրը ես էլ մոտեցա մի անգամ, դրա համար չենք թողում։ Ասում եմ, եթե ոչ աշխատանքային է, ինչ եք ընդհանրապես նիստ անում։ Դատավարության ժամանակ նա մերժեց միջնորդությունը այլ դատաբասար կայտնելու, պատճառաբանելով, որ այս քննչական խմբի մեջ կան նաև բացի քննիչից Դավիթ Մարտիրոսյանից կան նաև Կոթակի մարզի քննիչներ, մինչդեռ մենք արդեն պարզաբանել ենք, որ կարևորը ում վարույթում է գտնվում, բայց ոչ թե կարևորը ովքեր են մեջը ներգրավել։ Այս դատական նիստի ժամանակ Վահան Պետրոսյանն ներկայացրեց, որ բոլորը, այդ թվում նաև քննիչը եւ դատավորը քաջ հասկանում է, որ ինքը խնդիր չունի փախուստի դիմելու, խնդիր չունի նոր հանցագործություն կատարելու։ Քննիչը ասաց, որ կան հիմնավոր կասկած, որ իրեն ազատ արձակելուց հետո հնարավոր է նա նստի այլ ավտոմեքենա եւ էլի տեղի ունենա վթարը։ Այդ հնարավոր կասկածը կանխելու համար իրենք որոշում են, որպեսզի Վահան Պետրոսյանի խափամիջոց կալանքի երկարացնեն եւս 2 ամսով։